Բարի երեկո աշխարհասփյուր հայությանը։ Այսօր մարտի 12-ն է։ Այսօր իմ համար կոնկրետ մի քանի նշանակությունն է այսօրը եւ երրակի տոն է, այսպես ասած։ Տեսեք, տոն, այսպես ասած, բայց ոչ թե տենեմ եք ինձ խինդ ու ծիծաղ չի այսօր իմ հոգին պատել, իմ տրամադրությունը նենց չի, որ տոն օրա տենեմ եք, որ հասարակ եթերաբացել եմ զրուցում եմ, ուրեմն նախ ներկայացնեմ ինչի համար է տոն, այսօր մարտի 12-ն է, իմ հարսանիքի 13-րդ տարին է, չգիտեմ ինչպես է կոչվում, հաստատ ոսկի չի, արծաթ չի, բրոնզա, 13 տարին էլ չի քիչ, իմ տարիքի երիտասարդների համար, որ ամուսնական կյանք են վարում, որովհետև ամուսնական կյանքը դա միայն վայելքները չի, դա պատասխանատվություն, պարտականություններ, իրար հանդեպ զիջել, իրար հասկանալ, չհասկանալու դեպքում էլ իրար տալ, չջարդել, չկոտրատել, չբաժանվել, ցրիվ չտալ այն ինչ որ Աստված տվել է։ Իսկ ընտանիքը դա սրբություն է, իսկ ընտանիքը դա պետության ուժեղ պետության հիմքն է։ Պետությունը ուժեղ է, եթե հասարակությունը ուժեղ է, իսկ հասարակությունը ուժեղ է, եթե ընտանիքները ամուր են։ Ցավոք սրտի մենք մի այնպիսի ժամանակաշրջան ենք ապրում, երբ որ ամուսնալուծությունները համատարած հիվանդություն է, իսկ տղամարդկանց պատասխանատվությունն է թուլացել, աղջիկներն են մի քիչ բարձավոր բոլորին չի վերաբերում, բայց շատացել է սանձարձակությունը, իսկ կինից թվում է պետք է խոնարհ լինի, համեստ լինի, ուղղակի ցավոք սրտի, երբ որ կողքի տղամարդը դառնում է խաղամոլ, դառնում է թմրամոլ, դառնում է ալկոհոլիկ կամ չգիտեմ այլ վատ սովորություններ է ձեռք բերում, կամ միջև էլ ուներում է ուղղակի թաքցնում է, պատճառ է դառնում ամուսնալուծությունների։ Տվյալ պարագայում չի կարելի միակողմանի դատապարտած աղջիկներին ասեք դուք ձեր վարքով, դուք ձեր բարքով, դուք ձեր պահվածքով սխալ եղաք, դրա համար ձեր ամուսինը գնաց, շատ ժամանակներում տղամարդիկ էր անում մեղավոր։ Իսկ հիմնական ամուսնություն, հիմնական ամրությունը ընտանիքի նախ երկուսի ձեռն է, բայց դե կարծում եմ թեթև մանրուքների բանի վրա պետքա աշխատի տղամարդը, բայց հիմնական սյունը չգիտեմ, մանավանդ երբ արդեն երեխա ալնում կնոջ վրա մի քիչ ավելի շատ այդ պատասխանատվությունը, պետքա կարենա կինը խոնարհ լինի, համեստ լինի, շատ ժամանակ տղամարդը դրսի էներգիա է բերում, ջղայնացած ալնում, գալիս է տուն, պետքա կուլ տա, էլի, այդ էմոցիակ բանը կարենա պահի, անկեղծ ասած վերջերս մի 4 տարի ես բանի պիտկական չեմ տանը համար, որովհետև ինչ հանրային կյանքով եմ այս ապրում, զբաղվում, տան համար, տնեցիներիս համար դա հաշվեք մի հատ կատաստրոֆա է, որովհետև այն հալածանքները, ինչ իմ ուղղությամբ կա, այն հայհոյանքները, այն անեծքները եւ ընդհանրապես էլի վտանգներ էլ կա վերջո սպառնալիքներ անում կյանքի առողջության, այս ամեն ինչը գիտեք իմ ընտանիքի անդամները իմ հետ ապրում են, բայց ապրում են, շարունակում են ապրել, չեն ասում լավ, որ դու քո կյանքը նվիրել ես հանրությանը, պետությանը, ել մեզ պետք չես, հասկանում են, դաժան է, դժվար է, բայց հասկանում են, ընդունում են եւ ներողամիտ է, միջև հիմա հələ դեմս հացել են դնում, ճիշտ ասած սոված չեն թողնում, թեկուզ ես էլ իրանց չէի պահինց։ Բայց ուզում եմ ասեմ, իսկապես ամուսնությունը դա պատասխանատվություն է։ Ամուսնության մեղրամիսն է, որ պետքա վայելես, մնացածը պետքա արդեն պայքարես։ Պայքարես ոչ միայն ֆիզիկապես կամ ոչ միայն աշխատանքով, այլ պայքարես այն պրոբլեմների դեմ, որ քեզ փորձում է անընդհատ սատանան է մատը գցում ձեր արանքը, մատի ու մատանի արանքը, որ ասում են, իսկ սատանան դա նես չի, որ բոզով, պոչով գալիս է կարմիր աչքերը լույս է տալիս, բան դա մարդիկ են, մեջը մտած այդ են սատանան, չարիքը, որ փորձում են խանգարեն, փորձում են պառակտեն, փորձում են քայքայեն ընտանիք, այսինքն իրանք էլ են մարդիկ սխալական, իրանք էլ են մարդիկ շեղված, իրանք էլ են մարդիկ դիվահարված եւ այդ դիվահարված մարդկանց պետքա ոչ թե անիծել, ոչ թե պետքա քարկոծել, այլ պետքա օգնել։ Իսկ դրա համար պետքա Բագրատ Սրբազանին օրինակ բանտից հանենք, գնա այդ գործով զբաղվի, բայց վախենամ հելնի էլի գնա քաղաքականությամբ զբաղվի։
Կամ բագարատը չի մնացած այլ բագարատները մի քիչ էս հումորով եմ ուզում մոտիկ անել, բայց իրականում այսպիսի այս բնագավառում եւ այսպիսի պարագայում, խնդիրների պարագայում ամենամեծ դերը ունի ձեր համայնքի, գյուղի, քաղաքի կամ ռեգիոնի քահանաները, հոգևորականները, իսկապես ընտանիքների բաժանության, ամուսնալուծության եւ այլ մեղքերի մեջ դա ոչ թե պետքա իրավաբան համակարգը զբաղվի, այլ պետքա հենց հոգևոր համակարգը զբաղվի։ Ցավոք սրտի հոգևոր համակարգը իր տեղում չի եւ իրանց աչքերով գիտեն թե քաղաքական համակարգն է խեղվել, շեղվել։ Իրականում քաղաքական համակարգը բոլոր ժամանակներում էլ եղել է խեղված սխալներով հանդերձ, բայց դու ինչ գործ ունես, թե դու գնաս զբաղվի կակրաս այսպես կարևոր գործերով, որովհետեւ ուժեղ պետությունը, ինչպես զրույցի սկզբում ասեցի, դա ուժեղ ընտանիքից է գալիս եւ ուժեղ ընտանիքներից։ Եթե նկատեք ձեր շրջապատում լիքը հասուն տղամարդիկ 50-ից արդեն չեն ամուսնացել։ Ես չգիտեմ, բոլորի մոտ տարբեր է, մեկի մոտ հիմնականում բաց սխալ պատճառաբանություն է, ես չեմ ընդունում իրանց պատճառաբանությունը, ուզում եմ ինչ ուզում ասի։ Ես 22 տարեկանում հասուն էր գիտակցությունս, ես գիտեի, որ մենակ վայելքները չի ամուսնության մեջ, ես երեխա ստեղծելու եւ երեխա կրթելու, դաստիարակելու, պահելու մեծ ցանկություն ունեի։ Սենց մի խոսք է մեր բարբարը, ասում է թուխսկանը, որ կչկչում է, ձվերը պետքա տակը դնես, էլի, հավը, որ ուզում է ջութ հանի, պետքա տակը լցնես։ Նույնիսկ մարդկանց մեջ, երբ որ տղամարդը գալիս է մի պահ, որ ինքը պատասխանատվություն է զգում, կրում եւ ուզում է տեր կանգնի, նրան պետքա աջակցես ամուսնանա։ Իսկ այդ աջակցությունը դա առաջին ընտանիքից է գալիս, ծնողներից է գալիս, որ չասեն իմ տղեն գիտեք սենց է, այդ աղջիկը բանի պետք չի։ Եվ այլն, ում էլ խոսցնես աղասելու լավ աղջիկ չկա, աղջիկներին հարցնես լավ տղա չկա, իրականում երկուստը սխալվում եք, բայց սենց էլ ասեմ, ոչ դուք, ոչ աղջիկեր կգտնեն լավ տղա, սուպեր տղա, ոչ էլ տղեր կգտնեն դենց լավ աղջիկ, սուպեր աղջիկ, որ միշտ տղամարդիկ էլ պատկերացնում են այն ուզած աղջիկը պետքա համապատասխանի եւ նմանվի իր մամային։ Էլ չի հասկանում, իր մաման էլ մի ժամանակ աղջիկ էր, որ իր papan էլ է ուզելուց հետո նենցա որ բաներ է բացահայտել, որ ասել է վայ մամա ջան, ես չէի ճանաչել, չէի իմացել, այս ինչ սխալներ է։ Այնպես որ ձեր մայրերը ձեր սրբություններն են, բայց այն ուրիշի աղջիկն էլ բեր քո տուն, սարքի քո երեխու սրբությունը։ Դարձիր ամուսին։ Չգիտեմ, ում էլ հարցնես հաստատ այնքան պատճառ կասել, ախպեր փող չկա, տուն չկա, ոնց ապրեմ, գլուխս չեմ կարող պահեմ, ժողովուրդ, Աստված որ ասում է դարդը տալիս է, դարմանն էլ է տալիս։ Հավատացեք, ոչ մի սոված էս թվում, ոչ մի երեխա սովից չի մահանալու։ Դուք ամուսնացեք, աղքատ ապրեք, ոչինչ։ Հենց չի որ ես ամուսնացել եմ, մտածել եմ կամուսնանամ, հարստանամ։ Չեմ էլ մտածել ընդհանրապես ֆինանս, աշխատել եմ, ոչ մի բանի էլ չեմ հասել, տակս մի հատ տրաքած ջորի էր, հիմա էլ մի հատ տրաքած Mercedes է, էլի 90-ականների։ Ուզում եմ ասեմ, դրանով չի էլի որոշում։ Լավ, սա բարդ թեմա է, երկար թեմա է, չեմ ուզում խորանամ, չգիտեմ ինչքանով է ձեր համար հաճելի, ինչքանով է ձեր համար հետաքրքիր, երբ որ չնայած կարևոր խնդիր է, բայց խնդրի դետալների մեջ խորանալը կասեն նստած բամբասում է։ Սա չեմ ուզում մենազրույցի վերածվի, եթե օրինակ հարցազրույցը ներկայացնել ընտանիքի, պետության եւ այս թեմաների մասին խոսած։ Հետո ես ամուսնացա այսօրը ի պատիվ իմ պապիկի, այս օրը ընտրեցի, որտեղ այսօր իմ պապիկի ծնունդն էլ է։ Այսօր ծնունդն է նաեւ Լևոն Հայրապետյանին, հայազգի բարերար Արցախի արժանի զավակ, որին հետագայում քաղաքական հայացքների եւ քաղաքական հայտարարությունների պատճառով գիտեք սպանեցին Ռուսաստանի բանտում մեր բարեկամ Ռուսաստանի բանտում։ Բայց քանի որ ես Լևոն Հայրապետյանի թեման ուզում եմ եթերի վերջում խոսամ, երեք մի փոքրիկ էլ պապիկիս անդրադառնամ, պապիկս էլ էր նախ ուժեղ տղամարդ, ուժեղ ազնվորություն ունեցել է 7 տղա, աղջիկ չի ունեցել, 5 տղան, այսինքն 5 տղան ամուսնացել է, մի տղան 22 տարեկանում է մահացել, կալցո օպերացիա կալցոյի ժամանակները ռուսները նույն մեր բարեկամ ռուսները մտան Ստեփանակերտ երիտասարդ ակտիվ թևին ծեցին բանարին իմ հոպարին էլ են տարել են ծեցել են այնքան են ծեցել որ արդեն
մահկանացուն կնքել է էլի թեկուզ տեղափոխվել է Ուկրաինա ինքն էլ հայրենասեր տղա էր գիտեր ռուսի խաղերը բայց հիմա գիտես այս Facebook-ի դարաշրջանում դժվար էր ինձ էր հալածեին ռուսները ռուս խաղապահները թե չի at դուշի սրտած ինձ էլ կոչացնեին կհեռացնեին մինչև օրս ունեն տենց ախորժակ ցանկություն ուղղակի մի քիչ դժվար է այս պայմաններում բլոգերի վնասազերծ կամ կյանքից զրկել չեն ուզում հասնել դրան միգուցե ես էլ չեմ չափ հանցել որովհետև իմ գնահատականները ոչ թե ատելության խոսքը այլ իրավիճակի գնահատում իրավիճակի բարձրաձայնում եւ պատմական օրինակներով ու փաստերով եմ խոսում ուրեմն բաբիկս ապրեց 86 տարի էլ շատ կապրել վերջի տարիներն էլ ընկել էր ոտը ջարդել արդեն բանար դժվար էր էլի իր համար վերջը շատ ուժեղ մարդ ա եղել գեղեցկադեմ աչքերը տենց կանաչ ինքը սպիտակ ես օրինակ սևուկ եմ մի քիչ ինքը սպիտակ է բայց բնավորությամբ իրար նման ենք տենց են ասում ես էլ եմ հիշում իր հետ որովհետև ես ինգերություն եմ արել ես իմ պապիկի ու տատիկի մոտ եմ մեծացել դրա համար այսօր իմ մոտ որ տրամադրությունների անկում ալինում այն որ ես մի տեսակ տկար եմ ինձ զգում դա ոչ միայն իմ առողջական խնդիրներն է դա իմ արմատներից կտրվելն է որովհետև մարդը դա ծառի նման ու բնությունը այդպես է ստեղծված ամեն ինչ ունի արմատ ես իմ արմատներից կտրված եմ զգում ժողովուրդ իսկապես դա վատ է ոնց որ էլի իմ հայրենիքում եմ բայց իմ ծննդավայրում չեմ եւ այսօր շատ պարտականություններ ես ունեմ չէ իմ պապիկի թեկուզ գերեզմանում ծաղիկ տնելու համար ես դա չեմ կարողանում դա վատ բան է շատ հայեր են դրան առնչվել չգիտեմ խելքի կգանք եւ թույլ չենք տա մեր հետ այդպիսի էլի օտար ուժերը խաղան խելքի կգանք էլ չեն խաղա խելքի չեն գա էլի կկրկնվի բայց դրա համար պետքա լուրջ աշխատանքներ այնպես որ լավ շարունակենք շատ տխուր թեմաներից չխոսանք ոչ մարտի 8-ին ոչ էլ ապրիլի 7-ին այլ մարտի 12-ին որոշեցի ամուսնանալ եւ իմ պապիկի ծնունդին դառնամ նվեր արած էլ դրանից հետո գիտեք ինձ ծնվեց Տիգրանս Նարեկս վերջերս էլ Արփիս ծնվեց 3 երեխաներ ունեմ այսօր իմ 13 տարին ահա ամուսնության լավ անցնենք արդեն Լևոն Հայրապետյանին երկար չեմ խոսալու բայց ինքը արժանի է երկար խոսալուն գնահատականներ տալուն իր ընդհանրապես արժեքը անընդհատ իցույց դնելու հանրությանը ժողովրդին եթե Լևոն Հայրապետյանի նման արցախցիներ լինեին քաղաքական ղեկավարությունում թե Արցախում թե Հայաստանում այսօր ոչ Հայաստանը այսքան ցավերի տառապանքների մեջով կանցներ հայ ազգը ոչ էլ Արցախը կկորցնեինք որովհետև Լևոն Հայրապետյանը իր ինքը ազնվական տոհմից էր որովհետև իր հայրական կողմը մոռացա որ մեր կարակ գրեք մեկնաբանություններում մեր հայ մելիքներից մեկի տոհմից էր իսկ մայրակ տատիկի կողմը Գարիգին Նժդեհի քույրն էր այնպես որ ինքը այդ արիա մեջ է այդ ամեն ինչը թե մարդկությունը թե արժանապատվությունը թե հայրենասիրությունը դրանք խանութներում չեն ծախում ինչքան էլ մանգակ չեք գտնի դրանք կարած դու գիտես սերման ես դրանք կարած դու կամ էլ թունավոր ես հիմա մեր ազգը ցավոք սրտի թունավորված է եւ հայկական եւ մեր ավանդույթները թե ընդհանրապես մարդկային արժեքները սաղ թունավորված է սաղ վարակ է այսօր սաղ ընկած իրար հանդեպ վատ բաներ են խոսում բան բասում են լավ բանը չեն ուզում ասել նույնիսկ ես էլ երբ որ ես քննադատում եւ խոսք եմ ասել քաղաքական գործչի ուշադիր եմ մնում որ անձնական վիրավորանք չհասցնեմ որովհետեւ ինքը որպես քաղաքական գործիչ եւ իր գործերով կարող լինի շատ վատ գործիչ բայց ինքը իմ նման աստծո ստեղծածն է իսկ ես համարում եմ որ եթե ինչ որ մեկին իջեցնում եմ ես դառնում եմ աստծուն վնասա աստծո հանդեպ մեղ գործած մենք բոլորս էլ աստծո զավակներն ենք Հոգևոր դաշտ չեմ կարդում, Գերներ ջան, ուղղակի ուզում եմ ասեմ, որ պետք է սուբարդինացիա, կուլտուրա, իրար հանդեպ, հարգանք, բան պահպանենք։ Ինչ կապ ունի, այսօր ես բլոգեր եմ եւ 40, այսօր իմիջիալս 41000-ը լրացել է եւ ավելանում այ հետևորդները շատանում են, բայց ես ունենալով մեծ լսարան, արդեն ինքը մեծ լսարան է համարում Հայաստանում, սկսեմ օգտվել այդ վիճակից եւ սկսեմ
քլնգել մարդկանց, շանտաժ անել, մուծիլովկա անել, զրպարտել, բան անողներ կան, լիքը հետևորդներ ունեն ու անում են։ Ցավոք սրտի, եթե իրանք լիքը հետևորդ ունեն եւ անում են, դա նշանակում է որ լիքը հետևորդներն է կիսում այդ մարդու պահելաձևը։ Ցավոք սրտի այդ մի հիվանդությունն էլ կա։ Ուրեմն Լևոն Հայրապետյանը շատ մեծ հայ է, մեծ գիտեք մարդ իմաստով եմ ասում, ոչ թե բարի ուղիղ այլ փոխաբերական իմաստով, այսինքն ինքը մեծություն էր, հայ ազգի մեծություն էր, եւ իսկապես եթե իր տեսակը լիներ նույնիսկ հայաստանցի Ղարաբաղցի ապուշ թեզը չէր առաջ գա, որտեղ իր նման մարդիկ, իմ նման օրինակ մտածող մարդիկ հաստատ ինչ որ չափով էլ ես իրան գաղափարակիցել եմ, ինչու որտեղ իր արած գործը հայրենանվեր էր, ոչ թե փող էր աշխատում, բիզնես էր անում, այլ հայրենանվեր, որտեղ ընտանիքներ էր ստեղծում 2008 թվականի հոկտեմբերի 16-ին ամուսնացել է 700 զույգ, պատկերացնում եք 1400 ընտանիք այդ օր ուրախացել է, այդ 700 զույգից ծնվել են քանի երեխաներ, այդ մարդը եղել է դարձել է քավոր այդ զույգերին, ճիշտ է, էլի 4 բարերարել են խառնված, Ռուբեն Վարդանյաններ կար դրա մեջ, հա ու հետո իրանք երաշխավոր էին կանգնել եւ իբր թե ֆինանսական աջակցություն էին տալիս, որոշ ժամանակ չգիտեմ դա ինչ եղավ, ոնց եղավ, պրծավ թե չպրծավ, բայց Լևոն Հայրապետյանն էր գլխավոր գործին կանգնած եւ որոշիչը։ Այդ օրը ամուսնացել է իմ քեռու տղան, այդ օրը ամուսնացել է իմ հորքուրի տղան, այդ օրը իմ ծանոթների մեջ էլի տղերք են ամուսնացել, այդ օրը իմ հարազատ քույրն էլ ամուսնացել, ունի 3 երեխա։ Այդ օրն էլ ես օդպուսկ էի եկել 3-4 ամսվա ծառայող զինվոր էի, խնդրել էի 3 օրով էին թողել եկել է, որտեղ օդպուսկ չէր հասնում։ Գաղտնիքներ չբացահայտենք ժամանակ, որ գեներալի հիմիկվա, բայց դե աջակցել են, որ գայի իմ հարազատ քրոջ հարսանիքին ներկայանայի։ Այսօր ապես հիշում եմ, այնպես որ Լևոն Հայրապետյանը եւ իր նման մարդիկ մեր հայ ազգին, հայ ժողովրդին նվիրել են լավ վարքյաններ, լավ օրեր, լավ կյանք, շենացրել են Ղարաբաղը, շենացրել են մտածելով, որ մնացած պատասխանատու անձինք այդ շենացրած երկիրը, հայրենիքը կպահպանեն, կպաշտպանեն, բայց ինքը իր դերը լավ տարավ այս կյանքում, մնացած իրաց դերը, մնացածը ճիշտ է ոչ բոլորը, բայց համապատասխան մարմինները եւ համապատասխան քաղաքական անձինք քայքայեցին երկիրը, իր փողերն էլ կերան, իրան էլ այնտեղ փողեր վերցրեցին, ինչ որ հետո էլ հետ չվերադարձին, ես չեմ մտնում այդ թեմաների մեջ, դու գիտեք, ես դենց բաներից չեմ խոսում, շատ բաներ եմ լսել, բայց չեմ ուզում, ես եթերում դրա դենց բաներից խոսամ։ Ու հեսօր, բայց գիտեք, Լևոն Հայրապետյանը, երբ որ այս ամեն ինչը անում էր, Հայաստանում դեռ չկար այսօրվա իշխանությունը, բայց կային իշխանություններ, որոնց գործողությունները բառացի Լևոն Հայրապետյանը ասում էր, որ չեք կշտանում, էլի անկուշտներ եք, միլիոներ դարակ, հիմա ուզում եք միլիարդեր դառնաք, թե ինչ-ես մի հատ արտահայտություն արել, այսինքն ինքը այս մարդկանց հետ ճիշտ է անձնապես շփում եւ կապ ուներ, բայց կապը նրանով էր, որ հայրենիքին աջակցել են պետք է հələ երևից թե տոկոս տար իրանց, փող տար իրանց, որ հələ հայրենիքին էլ աջակցի։ Այդ տեսակ քաղաքական գործիչներ եք ունեցել, սիրելի հայրենակիցներ։ Հիմա որ Արցախը կորցրել ենք եկել ստե, սա սկսում եք այդ օրից, սեպտեմբերի օրինակ 23 թվականի սեպտեմբերի 19-ից։ Ես ձեզ ասում եմ, եկեք հետ գնանք 1994-ից տենակ ինչքան սխալներ են գործել, որի հետևանքը պետք է լիներ սա, դուք ասում եք, չէ, մեզ տես ձեռ չի տալիս։ Ինձ հետաքրքիր է ստեից սկսենք ու всё հայհոյանք անեց այսօրվա իշխանությանը։ Ես էլ ասում եմ, լավ, նախ հայհոյանքը անեց քո մեջ է պարունակում, դու նստած տեղը թե եթերով, թե մեկնաբանությունում, թե ձեր տունը պարկած դիվանին հայհոյում անից ու մեզ Փաշինյանին օրինակ, բան չի փոխվում։ Տեսեք, ես գիտեմ բազմաթիվ մեղավորների անուններ, ես իրանց չեմ անիծում, չեմ հայհոյում։ Ես ասում եմ, թող Աստված լինի դատավոր եւ դուք տեսնեք ձեր դատաստանը Աստծո առաջ։ Առանց հայհոյանք տալու այնքան մարդկանց, այնքան մարդիկ են արժանի, որ իրանց պետքա ասենց, չգիտեմ, էլի ամենածանր պատիժը տաս դատարանով, բայց ես ասում եմ, թող մնա Աստծո
դատաստանին։ Իսկ ես տալիս եմ այո քաղաքական գնահատականներ։ Ես ոչ մեկից չեմ վախենում, որտեվ ինչ ասում եմ ինչ որ եղել է։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, եթե գնահատենք ժամանակին մեր ազգի արժեքավոր մարդկանց, այդ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ հավաստիացնում եմ այսքան տառապանքներ, այսքան ցավ եւ այսքան կորուստներ չեր լինի։ Իսկ եթե այսօր դուք չեք ուզում հիշեք, վերհիշեք մեր անցածը, չեք ուզում համոզվեք, որ սա ժամանակին չկատարած կարևոր գործերի կամ կատարած հանցանքների արդյունքն է, դա ձեր խնդիրն է։ Այսօր Հայաստանի իշխանությունները իրանց սխալներով, իրանց մեղքերով, որի մասին էլ իրանց սխալների մասին էլ ես չեմ ալարում, ոչ էլ վախում եմ, ես բարձրաձայնում եմ, հələ հարցը հետաքրքիր է, թե առաջ բարձրաձայնեի ողջ կմնա, թե չէ, բայց այսօր ես բարձրաձայնում եմ, գոնե վնաս չեն հասցնում այսօրվա իշխանությունները, բայց կան մարդիկ, ովքեր որ էլի շարունակում են անձնական վիրավորանք եւ անձնական սպառնալիքներ կյանքի առողջության եւ այլն, ամեն օրը ստանում եմ, բայց վախկոտ մարդիկ են դրանք, որովհետեւ վախկոտ մարդն է սպառնում, այլ ուժեղ մարդը կարա դեմդ կանգնի քո ասածների համար, քեզանից պատասխան ուզի եւ դու էլ եթե սխալ ես, ամաչ ես, գլուխդ կախկցես, ներողություն խնդրես կամ էլ ապուշ մնաս դեմը կանգնած։ Չի եղել տես մեկը, որ այսքան իմ ապրած, իմ արած գործունեության մեջ կանգներ դեմս ասել այնպիսի բաներ, ես որ ամաչ եմ իմ ասածների, իմ արածների համար։ Այնպես որ շարունակել եմ իմ գործունեությունը եւ ճիշտ այն ձեռը չէ, որ Լևոն Հայրապետյանի նման լավ հայրենակիցների կյանքի առողջության անվտանգությունը պաշտպանեմ, բայց գոնե կարում եմ բարձրաձայնել, գոնե կարում եմ գնահատականներ տալ, անում եմ։ Էդ էլ է էլի մի գործ էլ երևի դա է։ Բոլորս էլ շնորհված ենք Աստծո կողմից տարբեր շնորհքներով։ Մեկը բիզնեսմեն է, մեկը քաղաքական գործիչ է, մեկը քաղաքական մեկնաբան է, կոմենտատոր, մեկը տոկարա, մեկը խառատա, չգիտեմ ինչ են ասում, տենց տարբեր արհեստների տիրապետող մարդիկ։ Ես էլ Աստված դեռևս ուզում է, որ այս գործունեությունը տանեմ։ Ես ուզում եմ, չեմ ուզում, ինձանից հարցնող չկա, Աստված է ուզում, տենց ենք անում։ Всё, եթե մի օր ես պետք չլինի խոսամ, ուրեմն ինձ ուրիշ գործի են ուղարկելու։ Դա սաղ եզերքի կողմից է։ Այդքանը ժողովուրդ ջան, բերեք ուրացող չլինենք, բերեք մոռացող չլինենք, բերեք մեր արմատներից չկտրվենք, բերեք մեր պապերին, մեր տատերին հիշենք, մեր ծնողներին հիշենք եւ մեր սրբություններն են մեր ծնողները եւ մեր ապու պապերը։ Բերեք մեր սրբություններին հարգենք, ամենքս որ մեր սրբություններին հարգենք, գոնե ուրիշներին էլ չկպնենք, արդեն երկիրը լիքը կմաքրվի։ Հավատացեք, այդ նեգատիվը դուրս կգա մեր մեջից։ Բերեք իրար հանդեպ լինենք սիրով, հարգանքով եւ որպես հայրենակից, այլ ոչ թե թշնամի նայենք։ Այսքանը, բարի գիշեր, մի քիչ զրուցել ձեր հետ։